Դերասան Ռաֆայել Երանոսյանը շարունակում է ինստագրամյան հարթակում շատ ակտիվ գործունեություն ծավալել։ Զուգահեռաբար շարունակվում են քննարկումները դերասանի անձնական կյանքի վերաբերյալ, իսկ Ռաֆայելն էլ ամուսնության թեման փակելով նշում է, որ այնքան շատ են այդ հարցը տալիս, որ ինքն այլևս չի ցանկանում ամուսնանալ։ Բայց հարսանիքների Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է շատ մեծ հաճույքով և ուրախությամբ։ Այսօր նրա ինստագրամյան էջի սթորիզ բաժնում կարելի է գտնել այդպիսի մի քանի հոլովակներ։ Star News-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը, առաջարկում ենք դիտել դրանք։ Այս բանի համար միշտ նոր տարին է, չէ՞ դες։ Վայ, շնորհավոր։ Դիքսել եք, որ այս վերջի տարիների նոր տարի միջանցքում ու բռնում մահաճում է։ Ախո ախպեր ինչ եղավ։ Սպասում են քավորի, լեռնեմ կյանքից։ Երբ իջարեք։ Քավորը գա ու չանեք, առանց քավորի վրա դու իջար, մանչեն, բանեք եւ չի։ Դե ո՞նց ասես։ Ես եմ։ Այսօր կարող է շատերի համար սովորական լուսաբացա, բայց Զաքարյանների ընտանիքում այսօր քառակի հարապատիկ տոն է, որովհետեւ այսօր հարսանիք ա ու մենք այսպես բարձր տրամադրությամբ դիմավորում ենք մեր քավորին, Լևոն ջան, միակ ջումրվա, դու շալե, քավորին զապելով, առանց քավոր, չկա, ընդհանրապես առանց քավոր ոչ մի բան չկա։ Օջախում, Զաքարյանների օջախի դիմաց մի հատ գեղեցիկ, բարձր տրամադրությամբ սիրիները պարասնելով շարժվենք դեպի մեր արդեն նորաստեղծ ընտանիքը միավորելու։ Տղեկ ջան, գեվ ջան, գնացինք։ Համբերության բաժակը մեծ նրան որոշել է միլիոնի նշանի մահանի մեծ նրան որոշել է միլիոնի նշանի մահանի այ ջան ջանին մատան իսի դիտեմ դուզան նիքստի սազա այ ջանին մատան իսի դիտեմ դուզան Անդրադառնալով աստղային այլ նորություններին, նշենք, որ դերասանուհի Եվա Բաղդասարյանը ընտանիքի հետ Միացյալ Նահանգներ է մեկնել, որտեղ էլ ընտանիքը նշել է առաջնեկի 8 ամսականը։ Եվան մի քանի տեսանյութերով կիսվել է ու հայտնել այն մասին, որ փոքրիկ Մենուան իր ծննդավայրում է՝ Նյու Ջերսիում։ Star News-ը շնորհավորում է և ձեզ ներկայացնում մի քանի տեսանյութ։ Դերասանուհի Սիլվի Բարկովան խուսափում է անձնական կյանքին վերաբերող մի քանի հարցերից, սակայն որդու մասնակցությամբ տեսանյութեր նա բավականին հաճախ հրապարակում է ինստագրամյան հարթակում, ու տեսեք, թե նա որքան է մեծացել։ What are you doing? I'm going to peel the banana. Peeling banana? Yeah.
This is one banana. Yeah, it is small banana. Eat, my son. Go back. Okay. Okay. See the big banana. Yeah. You like banana Yes. so much? No banana. I don't like banana. You don't like banana? Banana is I like to be the banana. Sorry? I think that I want to be the banana. Okay, then peel it. It's been so long you're peeling it. Banana come. Do you need help? No, Okay. I can find the banana. You can find the banana? Yes, From where? I can find the banana. What? I found the banana. You found the banana? Show me. I see. Look at that banana I found. Finally, after 10 minutes. Good job. Wow, now you can eat. Just 1 minute. Give me this one. Finish. Good boy. Kavir, what is in dashmin bin? Օրեր առաջ պարուհի Մարիա Չանդիրյանն իր ինստագրամյան հետևորդներին հայտնեց այն մասին, որ տեղափոխվում է Միացյալ Նահանգներ։ Այդ օրվանից սկսած Մարիան առավել քան պասիվ էր ինստագրամում, սակայն պարուհին նոր տեսանյութ է հրապարակել ու պատմել անցնող օրերի մասին։ Star News-ը առաջարկում է լսել նրան։ Biz Հայաստան, բարի երեկո ԱՄՆ, շատ եմ ձեզ կարոտել, չեք պատկերացնի եւ հազիվ է որ ուշքի եմ գալիս, որ արդեն ստորիներ դուրս գամ, շատ հետաքրքիր հավես կոնտենտ մատուցելու ձեզ ու մի քանի բան եմ ուզում ձեզ ասել։ Ուրեմն ես երբ որ գտնում էի Հայաստանի Հանրապետությունում շատ լավ գիտեի, որ մենք ունենք Սփյուռքի հայություն, Սփյուռք, ով որ ծանր հրետանու պես ցանկացած խնդրի, խնդրի ժամանակ միանգամից համախմբվում է եւ օգնում է Հայաստանի Հանրապետությանը, հայերին, հայազգին, հային։ Բայց որ ես կգամ ԱՄՆ եւ մեր հայրենակիցները, մեր հայերը այսքան ջերմ ընդունելություն կանեն, ես չեմ կարող հացել պատկերացում ունենալ, որովհետեւ մի բան է որ ընկերներ, հարազատներ, նրանք են քեզ ջերմությամբ ընդունում, չնայած տեսել եք մեր ընկերների ընդունելությունը, դա մի հատ վաու էր, բայց մեկ այլ բան է, որ ուղղակի հային անծանոթ, հետևորդ, հաճախորդ, չգիտեմ, երթով գրում են, Մարջան, ռեզերվանեմ ռեստորան հանդիպենք, գնանք, սրճենք, զբոսնենք, ինչի կարիք ունի։ Ես հասկացել եմ, որ հայի լավ տեսակը մոլորակում գոյություն չունի, բայց եւ կա հայի վատ տեսակը, որը որ փորձում է ծածկել, ու ես այստեղ նորից համոզվեցի, որ մենք ունենք այդ լավ տեսակը, պահպանվել է այս լավ տեսակը, որովհետեւ մի բան է, որ ոնց որ մենք սովոր ենք մեր շրջապատին Երևանում կամ Հայաստանում, հա, որտեղ որ ապրում ենք, ու մի այլ բան է, որ դու գալիս ես մեկ այլ տեղ, որտեղ լրիվ հայեր են ու նոր հայեր են, հա, ամենօրյա քո ընկերները չեն, ու դու տեսնում ես այդ որակները եւս մեկ անգամ։ Եվ շոկ է, ես շատ զգացված եմ սիրելի Ամերիկայի հետևորդներ, հաճախորդներ, աղջիկներ, ընկերներ, հարազատներ, շատ շոյված եմ ձեր մեծ սիրո համար ու շատ գնահատում եմ, թող հազարապատիկը Աստված տա ձեր կյանքում լինի, ցանկացած օր, որի կարիքը դուք ունենաք։ Այս իմ էմոցիաներից, տեսեք, սիրուտեղ եմ գտնվում։ Ու եթե հարցեր եւ այլն ունեք, կարա գրեք սիրելի հետևորդներ, արդեն լինելու եմ ակտիվ եւ ակտիվ շփվելու եմ ձեզ հետ։